Կազախստանի հանդեպ հանած է։ Դա միջանկյալ որոշում է։ Դե մի չգիտեմ միջանկյալը թե ինչ անկյալը, դա չեմ անում, չեմ կարող ասել։ Օրինակ նշում եք, որ չեք աշխատի, չաշխատելը հարցի լուծում է։ Բա եթե ասենք ես եթե մնամ Ռուսաստանից դեպորտ անեմ, բա ինչ անեք։ Ինչ անեմ։ Ծանոթներ ընկերներ։ Հա, ես ունեմ, հա, ծանոթներ ընկերներ, որ իրանցից ապրետ են արած։ Այսինքն այդ 90 օրվա համար։ Ու այնա տիկինի մոտ է այդ թղթերը գրած։ Այսինքն մտել են չեն կարողանում գալ։ Իրանք դաժե չեն էլ կարեցած մտնեն։ Իրանցը նիտրալքից այդ են դարձրած, ասած ուրիշ վարորդ բերեք դրեք գրելին տարեք Ռուսաստան։ Ձեր նկատմամբ տուժու տուգանքներ կիրառվել են այսքան ժամանակվան։ Իմանավոյին։ Դա այնա որ ես, հա, այնա որ ասենք նարուշենի են կարա շտարաֆ են գրած, հա։ Մոտավորապես ինչքան։ Դե դա նորմալի մի 1000 ռուբլի 2000 էլի, բայց դա մուծել ենք նորմալ, անցել ենք եկել ենք։ Ամեն տարի էլ է, ամեն տարի։ Իսկ այս տարի էսի աբսուրդ է, 90 օրը ինչ ա որ։ Շնորհակալ ենք։ Ես պատումն է դա, բերում շտրախ Զանգա եկե մեզի նոր տեսել են բանով, այս մեր խոսակցությունը, 93 օր, 3 օր անցել է իրան, 5 տարի փակել են իրան, հենա այստեղ են իրա հետ եմ խոսում, այո։ Անուն ազգանունը չենք ասում, մենակ ձայնը։ Միկրոֆոն։ Իրանց զուշացրեք նոր, բայց իրենց Ալո, մուշո։ Միկրոֆոնով խոսալը։ Միկրոֆոնը որն է դե։ Ինչ մի անում։ այ դա է։ Մուշելը խոսա։ Բայց անունը Ինչա։ Մարդը նիտրալք է կայնա։ Հա։ Ասում դու չգիտես, ես սապս չում անում միկրոֆոնը։ Չէ, հիմա ինքը իրան 5 տարի փակել են։ 5 տարի փակել են իրան 3 օրվա համար 93 օր լրացել է։ Ես ունեմ ասեք բանը բաստանավլենի կատարանի որոշումը արջավորի մենակ ախպերս գերացա որ ասենք ոսկի 2000 ռուբլի ես կարամ это писать ասեմ штраф 2000 рублей без дальнейшего наказания в виде витворения из Российской Федерации. То есть, значит, мենակ ինձ ախպերս հասնում է 2000 ռուբլի брат штраф без дальнейшего наказания в виде витворения ասենք ախպերս с Российской Федерации. Յոգին չի է, բայց ինձ ապել իրանք դայաղ են անում ասում են 18-ի 8 կետով դու ընկնում ես բանի տակ, քանի որ նայել են FSB-ով, բագրանիշնիկներով ես։ Իրան ասեք, որ ինքը ուղիղ եթերում ա խոսում, թող տեղյակ լինի։ Հա։ Մուշո ուղիղ եթերում ես խոսացը տեղյակ եղի։ Լավ, ֆակտ։ 3 օր անցել է 90 օրից, ընդամենը 3 օր, 5 տարի իրան փակել են։ Ինքը աշխատել է մուլտիգրուպում։ Հիմա տունը նստած է ինքը, առանց աշխատան։ Ինչպես։ Շատ հնարավոր է, ոնց, եթե իր այդ եղել է, նույնն էլ հետ կան։ Հա։ Հիմա անցել է 94 օր է։ Հիմա ես չեմ անում։ Գնամ թե չգնամ։ Ինքն էլ միրգ եմ բարձելու գնամ։ Հələ պատկերացրեք, որ գնամ ու չթողան ընդեղից պատկերացրեք այդ միրգը, խալաձելնիկը աշխատում է։ Ընդից նորից ես պետք է ֆռամ այդ մեքենան հետ բերեմ հասցնեմ Երևան, դատարկվի ուրիշ մեքենա ու նորից գնա, հələ հաշվեք դա ինչ ծախսեր է ու ինչա կատարվում։ Ու այդ էլ ունենցա, որ այդ ծախսերը կարող է բոլորը մնա վարորդի վրա։ Ապրանքի տերը կասի իմ մեղքը չի, ես մեղավոր չեմ։ Քու պատճառով ա եղա, այդ մեղքը մնում է բոլորը վարորդի վրա, պլյուս այդ ծախսերը։ Եթե ապրանքն էլ փչացա, ուրեմն ապրանքի փողն էլ պետքա վարորդը սախտա։ Կոնկրետ ինչ քայլեր եք պատրաստվում, բացի այստեղ հավաքվելուց։ Այն քայլերը ենք պատրաստում մեր կառավարությանը, խնդրում ենք, որ այդ 90 օրը գոնե սարքեն 180 օր, ոնց որ սարքեցին Ղազախստանը։ 180 օր էլի գոնե կհերիքի։ Մենք որտեղ ընդունել կառավարությունից։ Հա, մերս բողոքը լսեն։ Հա, մենք դիմում ենք գրել մեծ շատ մեծ քանակով, վարորդներով սա դիմում ենք գրել բանեն արա, որ Այսօր հանձնել եք կառավարություն։ շուտ ենք հանձնել, այսօր էլ հանձնեցինք։ Հանձնել մոտավորապես։ Այսինքն վաղուց հանձնել Հա, բայց տենանք ես ինչ Այսօր էլ կասեմ։ հանձնեցիք Հա, դուրս եկան ընդունեցիք։ հա։ Ներեք, իսկ խոսքը քանի վարորդի մասին է, քանի մարդու մասին է։
Արդեն 100 հոգու բավ է, ոչ է։ Ասեք։ Մի շատ էլի ասենք մի ինչ 100 հոգի, երևի 2-300 հոգի կլինեն հիմա ես իմ ասեմ։ Ստորագրություններով հանձնում եք դրա տակ ովքեր է ստորագրում։ Ովքեր է ստորագրել, Ռազեկ Տիկին Բեջանյանը, ում ենք դիմել։ Բեջանյանի թղթերը սաղ ուղարկել։ Սաղ ուղարկած է թղթերը։ Սաղ ուղարկել են։ Ասացիք, որ այս խնդրի մասին Տիկին Բեջանյանը արդեն շուրջ 1 տարի է ահազանգում, հա, այս ընթացքում ուրիշ ինչ-որ քայլեր եղել են, միջև Ինչ քայլեր, Աջիկ ջան, ինչ քայլեր անենք մենք։ Մենք մենակ էս կարանք անենք, գան կանգնենք ստե հավաքվենք, որ լսեն մեզի, բայց կլսեն։ Ասված վարորդ եք կայնե 5 դեպուտատ եկավ կայնես կողքները։ Իսկ ձեզ ինչու այստեղ չեն գալիս։ Ով կա։ Ունենք մենք դեպուտատ։ Չունենք։ Ունենք ասա, ուրա բա։ Բայց դեպուտատները ազգային ժողովը կառավարությունը չէ։ Ախպերս ազգային ժողով քեզ ով է թողում ես ասում։ Դե դիմաց ինչպես այստեղ եք հավաքվել, այստեղ են հավաքվել օրինակ։ Կառավարության դեմ եկել եք դեպուտատները։ Այսօր Բայց նրանք իրանց ճանապարհի վրա էին կայնած, իրանց դեպուտատները իմացել էին եկել էին, հիմա մեր դեպուտատները չեն տենում էսի։ Ընտրության ժամանակ գալի ոսկի սարեր են շոու բանդալի, խոստալի։ Բա ուր է։ Ռուսաստանի դեսպանատունը մենք Ռուսաստանի քաղաքացի չենք, Ռուսաստանում գործունեություն չենք ծավալը։ Մենք աշխատում ենք Հայաստանում, մեր հարկ դուք մուծում ենք մեր երկրում։ Ռուսիա համար չենք մուծում, գնամ Ռուսաստանի դեսպանատուն եսի չանեմ։ Իհարկե, էլի, Լեռնատուփորում իրականացած բավականին բավականին մեծ է, ինչու ինչ է խորհրդել։ Որը դուսնա, որը հերթերի մեջ են, որը ճանապարհին են գալիս են տղաները, բայց որն էլ դեպորտ են արել, որն էլ տեղյակ չի։ Հիմա մենք այս պահին երևի 2000 վարորդ ունենք դուրսը, որը որ գալիս են, այդ 2000-ից կարող է 1000-ին միանգամից դեպորտով ուղարկեն երկիր։ Կներեք, իսկ դուք դիմել եք պատգամավորների, որովհետև Ղազախները ռեպորտաժ ելնելուց ասում են, որ վարորդները դիմել են։ Նրանց վարորդները դիմել են, մենք էլ ենք դիմել, Տիկին Բեջանյանն էլ է դիմել, որ ասեն։ Որ պատգամավորներին եք դիմել օրինակ։ Այն մարդ, որ մեր համար կապ չունի, դիմությունա, անդիմությունա, ով ուզում ալնի, երկրի մարը իրանց պատգամավորները դուս եկան, պրամո տրանսլյացիա տվեցին, ամեն մեկը իր հեռախոսով պրամո տրանսլյացիա տվեց Ռուսաստանին, հանեցին արգելքը մարդկանց։ Էնում էլ արգելը փակել էին, բացեցին նորից այդ վարորդները գնան։ Լավ, ձեր ասացիք, որ նախկինում էլի եք դիմել, ինչքան ժամանակ է անցել ու ինչ պատասխան են տվել, թե չեն էլ տվել։ Մենք եկել ենք ստեղ դիմում ենք գրել էլի տրանսպորտի հետ կապված խնդիրների, որ Վրաստանը այդ արգելը փակում էր, դնում էր, մենք իր երկիրը տրազիտ ենք անցնում, մուծում անում ենք, գնում ենք։ Նա տանում է բեռները կողում է տամոյնի փակում է ասում։ Հա։ Այս 90 օրվա համար այսօր եք դիմել։ 90 օրվա համար, հա, որովհետև նոր է սկսել։ Հա, նոր, այսօր դիմել եք։ Այսօր հա, որ որոշել ենք Տիկին Բեջանյանն էլ ասուլիսնա տվել, որտեղ դիմել ենք մենք իրեն, որտեղ տարվա հենց սկզբին փետրվար ամսի Տիկին Բեջանյանը ասուլիս տվեց, ասեց, որ տարվա վերջում մեր վարորդները խնդիր են ունենալու։ Դա մեր կառավարությունը չլսեց, լսեցին, չէ՞։ Իրանք կարային դրա դեմը շլուտ առնեին, որ այս խնդիրը չլեր այսօր։ Հիմա հեսա գգա դիմացը նոր տարի, մեքենաները չեն կարում բեռները բերեն, հեսա գնալով ապրանքներ կտանգանալ։ Հետո կասեն ոնց ալնելու տանգ։ Մեր քայլերը պետք է չգնանք, ինչ կլի, ոնց որ սա թող թանգանալու է, մեր համար էլ է թանգանալու, կմնանք մինչև տարին վերջանա, նորից գնանք։ Իմ 94 օրը լրացել է, ես չեմ մանավ, ռիսկ անեմ, գնամ, թե չգնամ։ Եթե հիմա ձեր պահանջները կառավարությունը չբավարար, օրինակ պատրաստ եք փողոց փակել, որովհետև նման փողոցել կփակենք, ամեն ինչ էլ կանենք։ Ֆուրերով կփակենք, որ չկարողան շարժվել։ Մենք այսօր որոշեցինք ֆուրերով գանք հրապարակ։ Ուղղակի չեկանք, որովհետև այս համերգային արարողությունը եղել էր, ասենք այդ կոնստրուկցիաներն էլ դրածա մի քիչ չուզեցինք տահաճ
հետևանք անենք մեր ժողովրդի համար։ Եթե դու մի նայեք, այսպես մի 50-60 հոգի մարդ են հավաքված։ Եթե դանակը հասնի ոսկորին, սա Հայաստանի ֆուրերի շոֆերներն էլ, ով ասենք, արևաններով, սա լինեն հավաքվեն։ Հեսա գգան, հեսա մի Որոշում եք ճանապարհ, հա կփակենք։ Ֆուրերով գալիս են գրապարակ հաջորդ անգամը, եթե այս հարցին լուծում չտվեցին։ Մենք չենք բախենում, որ պատրուլը շտրաֆ կգրի կամ ինչ կան, ինչ պետք է անենք, հո չենք կախելու։ Մի հատ շտրաֆը տակի տակ գրում են, մուծում ենք, էլի։ Ստե կլի, ընդե կլի։ Որտեղ Նարուշենյանը շտրաֆը գրելու է։ Բայց այնպես է չէ, որ ասի մի մատ մեծ հարցա, որ չկարողան էլի լուծում տան։ Ուրիշ պետությունները, որ զբաղվում են իրանց ասենք ժողովրդի համար, պերևոզչիկների համար, լավ էլ հարցին լուծում ա տվել Ռուսաստանը։ Մերոնք էլ որ զբաղվեն, պրոստը փաստողի վիճակ է։ Մի հատ մեզնով զբաղվեն, չէ՞ որ մենք ենք լրիվ բերում ենք։ Այսօր 99% ապրանքը Ռուսաստանից Հայաստան է մտնում, որ մենք չբերենք։ Դուք ինչ պետք է ուտեք, ժողովուրդ։ Կարծիքով պատճառը ինչու՞մն է, կառավարությունը չի ուզում, թե չի կարող։ Ես չգիտեմ, կարող իրանք դաժե տեղյակ չէին սրա մասին։ Մենք հիմա տեղյակ ենք պահում։ Կառավարությունը, ասենք, մեր վարչապետը Պուտինի հետ ոնց է խոսում։ Ոնց է խոսում։ Եսին ոնց է խոսում, կարող է խոսա, թե չի կարող խոսա։ Խոսացողը հանում է, որ չի կարող խոսա։ Ղազախստանում կարողացել են։ Դե կարողացել են, ստեղ էլ որ կարողանան, վաղը կասեն ձեր վրից էլ անա։ Ասենք չէ, Ղազախստանում, որ այդ խնդիրը ելավ, ճիշտ է ասում, Ղազախստանի լոգիստիկայի կազմակերպիչներն էլ եղան, այդ հարցը բարձրացրեցին, այնտեղի նախարարներն էլ ելան, բարձրացրեցին։ Հիմա մենք շոֆեր ենք եկել ենք այդ հարցը բարձրացնում ենք, երևի վերևները կլսան, մի հատ էլ իրանք էլ կբարձրացնեն, լուծում կտան։ Թե չէ 90 օրը եթե հանգարցակի փակեցին, դա լավ չէ էլի, վերջն է դա։ Այդքան բան կասեմ։